Երևանում իրականացված հերթական լայնածավալ օպերացիան կրկին հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է նոր քրեական վարույթի մասին, որի շրջանակում խուզարկություններ են իրականացվել մայրաքաղաքի բնակչի Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրերում։ Իրավապահների հաղորդագրության համաձայն խոսքը վերաբերվում է միանգամից մի քանի ծանր հոդվածների, կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենք զինամթերքի ապօրինի պահպանման կասկածների հետ, ինչը իրականում հայտնաբերվել խուզարկությունների ընթացքում, ինչ հոդվածներով է նախաձեռնվել քրեական վարույթը և ինչ է սա նշանակում իրավական ու հասարակական տեսանկյունից։ Այս տեսանյութում մանրամասն կանդրադառնանք գործի բոլոր հայտնի դրվագներին, պահպանելով օրենքի շրջանակներն ու փաստերի ճշգրտությունը։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասի և 396-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս հոդվածները վերաբերվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի ու զինամթերքի ապօրինի պահպանմանը, սակայն կարևոր է ընդգծել, տվյալ փուլում խոսքը գնում է կասկածի և քննության մասին, ոչ թե վերջնական մեղադրանքի։ Քննչական գործողությունները իրականացվել են դատարանի թույլտվությամբ։ Գործին ներգրաված են եղել միանգամից մի քանի կառույցներ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, Երևանի քրեական վարչությունը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժինը։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ իրավապահները գործին մոտեցել են համակողմանի և համակարգված։ Ըստ հրապարակված տեղեկությունների, Զոհրաբ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել են տարբեր նյութեր և առարկաներ, որոնք իրավապահների կողմից գնահատվում են որպես հնարավոր ապացույցներ։ Մասնավորապես նշվում է սպիտակ բյուրեղանման զանգված, սպիտակ փոշենման զանգված փաթեթով, ապակյա գլանակ հետքերով։ Բոլոր նյութերը ենթակա են փորձաքննության, որի արդյունքից հետո միայն հնարավոր կլինի հստակ ասել դրանց բնույթը։ Ավելի լայնածավալ պատկեր է արձանագրվել Զոհրաբ Ասատրյանի բնակության վայրում, Գուրղինյան փողոցի սեփական տանը։ Ըստ հաղորդագրության, այստեղ հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ, պահունակներ և փամփուշտներ, սառը զենք, դեղահաբեր և նյութեր, որոնց նշանակությունը պարզվում է։ Իրավապահները նշում են, որ զենքերի մի մասը եղել է առանց գործարանային համարների կամ մաքրված նշումներով, ինչը իրավական առումով դիտարկվում է որպես ծանր հանցանք։ Իրավապահները նշում են, որ զենքերի մի մասը եղել է առանց գործարանային համարների կամ մաքրված նշումներով, ինչը իրավական առումով դիտարկվում է որպես ծանր հանգամանք։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ Զոհրաբ Ասատրյանը հայտնաբերվել է նույն օրը Երևանում այլ հասցեում, որից հետո ձերբակալվել է անմիջական ծագած հնարավոր կասկածի հիմքով։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին հետագա քննչական գործողությունների համար։ Գործի շրջանակում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև Զոհրաբ Ասատրյանի կողմից շահագործվող ավտոմեքենաները Range Rover և Mercedes-ը։ Սա սովորական պրակտիկ է նմանատիպ գործերում, երբ տրանսպորտային միջոցները կարող են ունենալ առնչություն քննվող դեպքի հետ։ Իրավապահների խոսքով, նման դեպքերում կարևոր է հասկանալ մի քանի հիմնարար կետ։ Առաջինը, քրեական վարույթի նախաձեռնությունը չի նշանակում մեղավորության հաստատում։ Երկրորդը, բոլոր հայտնաբերված նյութերը ենթակա են փորձաքննության։ Երրորդը, վերջնական գնահատականը տալիս է միայն դատարանը։ Այս փուլում ցանկացած հրապարակային եզրակացություն պետք է արվի զգուշությամբ։ Նման գործերը սովորաբար առաջացնում են մեծ արձագանք հասարակության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերվում է միաժամանակ և թմրամիջոցների և զենքի թեմային։ Հանրային քննարկումները հիմնականում պտտվում են հետևյալ հարցերի շուրջ. որքան արդյունավետ են կանխարգելիչ միջոցները, որքան հաճախ են նման դեպքերը, ինչ ռիսկեր են դրանք ստեղծում քաղաքային միջավայրում։ Վերջին տարիներին իրավապահ մարմինների հաղորդագրություններում հաճախ են հանդիպում դեպքեր, որոնք վերաբերվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու զենք զինամթերքի անօրինական պահմանը։ Մասնագետների գնահատմամբ նման գործերի ակտիվացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ վերահսկողության ուժեղացում, օպերատիվ հետախուզական աշխատանքի ակտիվացում, տարբեր կառույցների միջև համագործակցության ընդլայնում։ Զոհրաբ Ասատրյանի գործը այս համատեքստում դիտարկվում է որպես հերթական քրեական վարույթ, որը ցույց է տալիս իրավապահ համակարգի ընթացիկ առաջնահերթությունները։ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց հատկանիշներով նախաձեռնվել է վարույթը, ներառում են մի քանի կարևոր իրավական բաղադրիչներ։ Իրավաբանների խոսքով, այս հոդվածների կիրառման դեպքում քննության առանցքում են լինում հետևյալ հարցերը. նյութերի և առարկաների իրական բնույթը, դրանց ձեռքբերման և պահման հանգամանքները, հնարավոր կապը այլ անձանց կամ գործողությունների հետ։ Բոլոր այս հարցերը պարզվում են միայն բազմակողմանի քննության արդյունքում։
Հայտնաբերված բոլոր նյութերն ու առարկաները ենթակա են փորձաքննության։ Սա ամենակարևոր փուլերից մեկն է, քանի որ հենց փորձագիտական եզրակացություններն են որոշում, ինչ նյութ է հայտնաբերվել, արդյոք այն դասվում է արգելված նյութերի շարքին, ինչ քանակների մասին է խոսքը իրավական տեսանկյունից։ Առանց այս փուլերի ավարտի հնարավոր չէ խոսել վերջնական իրավական գնահատականի մասին։ Զենքի ապօրինի շրջանառությունը համարվում է հասարակական անվտանգության համար լուրջ մարտահրավեր։ Հենց այդ պատճառով նման գործերում իրավապահները սովորաբար ցուցաբերում են առավել խիստ մոտեցում։ Մասնագետները նշում են, որ յուրաքանչյուր հայտնաբերված զենքի միավոր դիտարկվում են ոչ միայն որպես առանձին իրավական փաստ, այլ նաև որպես հնարավոր ռիսկային գործոն հանրության համար։ Շատերին հետաքրքրում է, թե ինչու է նման գործերում տեղափոխվում նաև կասկածյալի կողմից շահագործվող ավտոմեքենաները։ Իրավական պրակտիկայում սա արվում է հնարավոր ապացույցների պահպանման համար, հետագա փորձաքննությունների անցկացման նպատակով, քննության ամբողջականությունը պահպանելու համար։ Այս քայլը ինքնին չի նշանակում մեղավորության հաստատում, այլ հանդիսանում է ընթացակարգային գործողություն։ Գործը լայնորեն լուսաբանվել է մեդիա դաշտում։ Լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացել է խուզարկությունների ծավալի, հայտնաբերված առարկաների քանակի, ներգրաված կառույցների բազմազանության վրա։ Սակայն փորձագետները հիշեցնում են, լուրերի սպառման ժամանակ կարևոր է տարբերել փաստերը ենթադրություններից։ Սոցցանցերում և հանրային հարթակներում քննարկումները հիմնականում բաժանվել են մի քանի ուղղությունների՝ վստահություն իրավապահների աշխատանքի նկատմամբ, հարցադրումներ կանխարգելման արդյունավետության շուրջ, մտահոգություն անվտանգության թեմայով։ Այս ֆոնը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման գործերը հասարակության համար զգայուն թեմա են։ Կարևոր է հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետությունում գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Սա նշանակում է, որ ցանկացած անձ համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Զոհրաբ Ասատրյանի դեպքում ևս բոլոր գործընթացները գտնվում են քննության փուլում։ Ըստ իրավական ընթացակարգերի առաջիկայում սպասվում է փորձաքննությունների ավարտ, քննչական գործողությունների շարունակություն, դատավարական որոշումների ընդունում։ Միայն այս փուլերից հետո հնարավոր կլինի խոսել գործի հետագա ընթացքի մասին։ Զոհրաբ Ասատրյանի գործը հերթական օրինակն է, թե ինչպես են իրավապահ մարմինները համատեղ աշխատում բարդ և բազմաշերտ քրեական վարույթների շրջանակում։ Այսպիսի դեպքերը ցույց են տալիս համակարգային համագործակցության կարևորությունը, իրավական գործընթացների բազմաստիճան բնույթը և հանրային իրազեկման դերը։ Այս պահին Զոհրաբ Ասատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Քննչական գործողությունները շարունակվում են, իսկ բոլոր հայտնաբերված նյութերն ու առարկաները ենթակա են փորձաքննության։ Իրավապահները հավելյալ մանրամասներ կհրապարակեն միայն այն դեպքում, երբ դա թույլ կտա քննության ընթացքը։ Երևանում տեղի ունեցած այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը շարունակում է ակտիվ աշխատանքը հանրային անվտանգության պահպանման ուղղությամբ։ Միաժամանակ սա հիշեցնում է նաև հասարակությանը. օրենքի պահանջները պարտադիր են բոլորի համար, իսկ ցանկացած կասկած ստանում է իրավական գնահատական օրենքով սահմանված կարգով։ Այս պատմությունը դեռ ավարտված չէ։ Առաջիկա օրերին և շաբաթներին պարզ կդառնան նոր մանրամասներ, որոնք կարող են ազդել գործի հետագա ընթացքի վրա։ Մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին և ներկայացնել միայն հաստատված, պաշտոնական տեղեկատվություն։